Բարձրյալ Աստված, քո առաջ եմ եկել իմ անապաշխար հարազատների համար։ Խնդրում եմ, լսիր և ընդունիր այս աղոթքս նրանց հոգիների փրկության համար։ Տեր Հիսուս, դու մարդացար և խաչվեցիր մեղավորների, այլ ոչ թե արդարների համար։ Դու չեկար դատապարտելու, այլ փրկելու, բժշկելու և ազատելու։ Դու բարի և հավատարիմ հովիվ ես։ Դու զորությունների Տերն ես, ով անկարելին դարձնում է կարելի։ Աղաչում եմ քեզ, Տեր, գտիր նրանց, ովքեր հեռացել են քեզնից, ովքեր խաբվել են անօրենի կողմից և ընտրել են աշխարհի անցողիկ գայթակղությունները։ Գտիր նաև նրանց, ովքեր դեռ չեն ճանաչել քեզ։ Նրանց, ովքեր կարծում են, թե միայն քո գոյությանը հավատալը բավարար է փրկվելու համար։ Տեր, արթնացրու նրանց հոգևոր գիտակցությունը։ Քո աստվածային լույսով ցրիր այն խավարը, որ տիրել է նրանց մտքերին և հոգիներին, որպեսզի ճանաչեն ճշմարտությունը և ճշմարտությունը ազատի նրանց։ Հանդիպիր նրանցից յուրաքանչյուրին, Սուրբ Հոգովդ հպվիր նրանց սրտերին, քո սիրո կրակը վառիր նրանցում, որ ճաշակեն քո քաղցրությունը և հասկանան, որ առանց քեզ չկա կյանք, չկա իրական երջանկություն, չկա իմաստ այս ունայն ու անցողիկ աշխարհում, որ փափագեն քեզ, որոնեն քեզ և քեզ դառնան։ Տեր, դու կարող ես փոխել ամեն մի հոգի, նույնիսկ այն, որ այսօր կորած է թվում։ Դու սրտեր և կյանքեր փոխող Աստված ես։ Տեր, գործիր քո փրկարար հրաշքը նրանց մեջ և նրանց կյանքում, և թող դա դառնա վկայություն քո փառքի, քո ողորմության, քո սիրո և քո զորության մասին։ Խնդրում եմ, մեզ և մեր սիրելիներին օգնիր, որ արժանի լինենք քո սուրբ անվանը և մեր բոլորի անունները գրված լինեն կյանքի գրքում։ Դու մեզ ասել ես, որ այն ամենը, ինչ աղոթքով խնդրենք և հավատանք, որ կստանանք, կտրվի մեզ։ Քո խոստումները անխախտ և հավիտենական են։ Աղոթքով խնդրեցի և հավատում եմ, որ կտաս խնդրածս։ Ողորմած Աստված, քեզ եմ հանձնում իմ և իմ սիրելիների կյանքը, թող քո սուրբ կամքը, քո ծրագրերը կատարվեն մեր մեջ և մեր կյանքում, քո խաղաղությունն ու քո սերը ուղեկցեն մեզ ամեն օր։ Գոհանում եմ քեզանից